Ընդդիմադիր որոշ շրջանակներ ընտրությունների նախաշեմին հանկարծ հիշել են թոշակառուների մասին։ Իրենց կառավարման տարիներին նույն թոշակառուներին ընդամենը 6000 դրամ, այն էլ ուշացումներով վճարող անձինք, ովքեր թոշակառուների հաշվին դարձել են այսօր դոլարային միլիոնատերեր, մեղադրում են մեզ, թե իբրև չենք մտածում թոշակառուների մասին, չենք բարձրացնում վերջիններիս թոշակը եւ չենք փորձում նույն թոշակառուների կյանքը շատ ավելի բարեկեցիկ դարձնել։ Եկեք մի հատ հասկանանք, թե ինչ պատկեր ունենք 2018 թվականից մինչ այսօր։ Ովքեր չեն հիշում, ստիպված եմ հիշեցնել, որ 2018 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակը կազմում էր ընդամենը 16000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 36000 դրամ։ Պլյուս այս ամեն ինչին թոշակառուները հնարավորություն ունեն անկանխիկ գործարքների դեպքում նվազագույն 36000 դրամ կենսաթոշակի փոխարեն ստանալ 43000 դրամ, բայց սա էլ դեռ ամենը չէ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է առողջության ապահովագրությունը եւ փաստացի այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք բազմաթիվ դեպքեր, երբ թոշակառուները բժշկական ապահովագրության միջոցով դիմել են վիրահատությունների եւ ստացել են մինչեւ 5 միլիոն դրամ փոխհատուցում։ Այո, լավ լսեցիք, մինչև 5 միլիոն դրամ փոխհատուցում բժշկական ապահովագրությամբ։ Արդյոք սա չի նշանակում թոշակառուների կյանքի բարելավում, արդյոք սա չի նշանակում թոշակառուների կյանքը ել ավելի բարեկեցիկ դարձնել եւ արդյոք սա չի նշանակում թոշակների բարձրացում։ Միանշանակ նշանակում է։